Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 1։ Քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ Առաջին Հովհաննես 3:20 խոսք։ Աստված տեսնում է, երբ դու ծածուկ աղոթում ես։ Այսինքն նա տեսնում է քո վարքը, քո հոգու վիճակը ու տրամադրվածությունը, և քո աղոթքի մեջ դրսևորված սրտի ջերմեռանդությունն ու անկեղծությունը լիովին հայտնի են նրան։ Ուշադրություն դարձրու։ Այն, ինչ կեղծավորի համար վախի պատճառ է և դատապարտություն է բերում ամբարիշտ մարդի խղճին, այստեղ սրբերի համար դառնում է քաջալերման և մխիթարության հիմք։ Նրանք աղոթում են ամենատես Աստծուն։ Քո երկնավոր Հայրը տեսնում է ծածուկը։ Նա հասկանում է քո հառաչանքների իմաստը և կարդում է քո հոգոցների լեզուն։ Թեև աղոթքի արտաքին արտահայտության մեջ կարող են լինել թերություններ, խոսքը ընդհատված ու անկատար, սակայն Աստված տեսնում է կոտրված և ապաշխարող սիրտը և հենց դրան է նա նայում։ Աստված տեսնում է։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նա տեսնում է աղոթում ես թե ոչ, և եթե աղոթում ես, ապա ինչպես ես աղոթում։ Ուշադրություն դարձրա այն խոսքին, երբ Տերը Անանիային ասեց. «Վեր կաց, գնա այն փողոցով, որ ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մի Տարսոնացու, նա այնտեղ աղոթում է»։ Գործք 9:11 խոսք։ Գնա այսինչ քաղաքը, այսինչ փողոցը, այսինչ տունը, այնտեղի այսինչ սենյակը, ահա նա աղոթում է։ Տերը գիտեր այս բոլոր մանրամասները։ Նրան հայտնի են, թե մենք մեր ժամանակը ջանասիրաբար աշխատելով ենք անցկացնում, թե անգործության մեջ ենք վատնում, և հայտնի է նաև, թե արդյոք ծածուկ աղոթում ենք։ Նա գիտի, թե որ տանն ենք, տան որ անկյունում կամ որ սենյակում, և ինչ ենք անում այնտեղ։ Երկրորդ, նա տեսնում է, թե ինչպես ես աղոթում։ Սա ներկայացվում է որպես սրբերի մխիթարություն, և սրտերը քննողը գիտի հոգին ինչ է խորհում։ Հռոմեացիս 8:27 խոսք։ Աստված լիովին ճանաչում է քեզ և գիտի, թե ինչպիսի աղոթք ես մատուցում։ Արդյոք այն պարզապես սովորությունից բխող և ձևական խոսքեր են, թե Աստծո հանդեպ սիրո անկեղծ խոսքեր և նրա հետ իրական հաղորդակցության լուրջ և սրտանց դրսևորումներ։